անավարտում բանալանում այդ որ իշխանությունները կամ շիարնում բանդերը բանդերը կանոնով համարելու գործում դրամարոպրացությունն պոդքասթի համարելու գործում ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը կհաջողվի մոլդավական ուզությունների սցենար այստեղ երկրի Շնորհակալություն, դուք խոսում եք մոլդովական սցենարի մասին Ես մի քիչ հեռվից կամ որ մեր լսարանին, հեռուստադիտողներին էլ պարզ լինի, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ես ուզում եմ հիշեցնել, որ սրանից ամիսներ առաջ կամ տարի առաջ Սլովակիան մի հատ շատ խարիզմատիկ լիդեր ունի, վարչապետ։ Խոսքս Ֆիցոյի մասին է։ Ֆիցոն իր մահափորձից, իր դեմ կազմակերպված մահափորձից հետո ակնարկեց կամ բացահայտեց որ մահափորձից առանց սպառնալիքներ էր ստացել Եվրամիության բյուրոկրատիայի կողմից։ Բայց Մոլդովայից առաջ, այս բոլորը մի շղթայի մեջ են, դրա համար եմ հեռվից գալի։ Մոլդովայից առաջ մի հատ ավելի մեծ խայտառակություն տեղի ունեցավ Ռումինիայում։ Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջի փուլում պահպանողական կամ աճ-արմատական Ջորջեսկուն հաղթեց ընտրություններում, առաջի փուլի ընտրություններում նա առաջատարն էր, երկրորդ փուլ էր դուրս եկել շատ մեծ ձայնային մկրատով, հա? Այդ հաղթանակից հետո Ռումինիայի սահմանադրական դատարանը որոշեց չեղարկել ընտրությունների արդյունքները, Ջորջեսկուին դուրս թողել ընտրական կամպանիայից, այն պատճառաբանությամբ, որ իբր ռուսական աջակցություն կա Ջորջեսկուի կամպանիային։ Հետո ամիսներ անց ռումինական իշխանությունը խոստովանեց, որ այդ մեղադրանքը մտածածին է եղել, բայց այդ ամիսների ընթացքում հասցրեցին Եվրոմիության բյուրոկրատիայի քիմքին հարազատ մի հատ տեխնացուի դարձնել Ռումինիայի նախագահ։ Մոլդովական մոդել, որ ասում ենք ինչ նկատի ունենք, դա ապօրինի ֆիլտրումների համակարգն է։ Դա ըստ էության մոլդովական հասարակությանը հիբրիդային մոլդովական հասարակությանը հայտարարված հիբրիդային պատերազմ էր։ Սա փորձեցին, բայց ոչ Ռուսաստանի, այս դեպքում բյուրոկրատիայի կողմից։ Այդ ֆիլտրումների համակարգով իրանք փորձեցին հաճելի պատկեր ստանալ եւ դա իրաց մոտ Մոլդովայում ստացվեց։ Արդյոք մոլդովական տարբերակը կարող է 100%-ով Հայաստանում կրկնվել, վստահ չեմ։ Տարբերությունները շատ են։ Նախ Մոլդովայում Եվրամիության ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Մոլդովան Եվրամիության անդամության թեկնածու է։ Ի տարբերություն Հայաստանի։ Մոլդովան Եվրամիության հետ ունի ընդհանուր սահման։ Երկու։ Տարբեր են մոլդովական ընդդիմությունն ու մեր ընդդիմությունը։ Այնուամենայնիվ չմոռանանք, որ մոլդովական ընդդիմության մի հատվածին կոնսոլիդացնում էր Շոր անունով մի գործարար, որ իսկապես գտնվում է Ռուսաստանում եւ բացահայտորեն ինչ-որ ռուսական թեզերի մասն էր խոսում։ Հայաստանում այս վիճակները չկա։ Եվ ես հույս ունեմ, որ այս առանձնահատկությունները մեզ կօգնեն, որ մոլդովական մոդելը Հայաստանում չկիրառվի։ Այո, այն 15 միլիոն եվրոն, որ տրամադրվել է Հայաստանի իշխանությանը Կայա Կալասի կողմից կամ Եվրամիության կողմից, դա Հայաստանի ներքին կյանքին միջամտելու ինստիտուցիոնալիզացված փորձ է։ Դա չեմ ներքի։ Այո, դա Հայաստանում մոլդովական մոդելը կրկնելու փորձ է։ Դա էլ չեմ ներքի։ Բայց արդյոք այդ մոդելը Հայաստանում կարող են կիրառել, թե չէ, կախված է մի բանից։ Ես քիչ առաջ այդ մասին խոսում էի։ Մեզ կհաջողվի մեծ բարձր ակտիվություն հաղորդել ընտրություններին, թե ոչ։ Եթե ցածր ակտիվությամբ ընտրություններ լինում, մոլդովական մոդել էլ այլ մոդել էլ Հայաստանում կարող է կիրառվել եւ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել։ Եթե բարձր մասնակցություն է գրանցվում, կարող է հակառակ բան տեղի ունենալ, կարող է հայ ժողովուրդը կպարական իշխանությանը փաթեթավորել եւ ուղարկել Կայա Կալասի որպես օժիտ։